Եթե դու ուզում ես մաքսիմալ զարգացնել քո հարվածի արագությունը, սենս գանտելներով հարվածներ անելը ամենաանիմաստ բաներից է, որ դու կարաս անես։ Մկանի մաքսիմալ կսկման արագությունը զարգանում է մարմնում 5 ֆիզիոլոգիական ադապտացիաների շնորհիվ, որոնցից երկուսը անցած մասում արդեն քննարկել ենք, իսկ հիմա կքննարկենք մնացած 3-ը։ Երրորդ ադապտացիան այդ ինդիվիդուալ մկանաթելի կծկման արագության աճն է։ Ամեն մկանաթել ունի մաքսիմալ կծկման արագության լիմիտ, ու այս լիմիտը տարբեր է տարբեր մկանաթելի տեսակների համար, սակայն այս լիմիտը նաև կարելի է բարձրացնել։ Ցավոք մենք դեռ չգիտենք, թե մկանաթելի մեջ ինչ կոնկրետ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, ինչի շնորհիվ այն կարողանում է ավելի արագ կծկվել, սակայն բոլոր հետազոտությունները, որ մենք ունենք այս թեմայով, ցույց են տալիս, որ այս ադապտացիայի բարելավման համար պետք է որ մկանաթելը հենց կծկվի մաքսիմալ հնարավոր արագությամբ։ Ու կրկին, եթե դու գանտելներ ես օգտագործում հարվածներ կատարելուց, դու դանդաղեցնելու ես քո կծկման արագությունը, ինչի պատճառով այս ադապտացիան մաքսիմալ էֆեկտիվ տեղի չի ունենալու։ Երբ որ դու ինչ-որ մկան ես ակտիվացնում, քո ուղեղը միևնույն ժամանակ նաև ակտիվացնում է այս մկանի antagonist-ը, այսինքն այն մկանը, որը կատարում է հակառակ ֆունկցիան, որպեսզի աշխատող հոդը ստաբիլիզացնի։ Օրինակ, երբ որ դու քո բիցեպսը կծկում ես, քո ուղեղը նաև ինչ-որ չափով ակտիվացնում է քո տրիցեպսը։ Ու բնականաբար, ինչքան այս antagonist մկանը ավելի ակտիվ է, այդքան այն ավելի շատ է խանգարելու agonist մկանի աշխատանքին։ Բարեբախտաբար նույն շարժումները պրակտիկա անելուց ժամանակի ընթացքում մեր ուղեղը սովորում է այս antagonist մկանը ավելի քիչ ակտիվացնել, սակայն այս ադապտացիան նույնպես շատ սպეციფიկ է կծկման արագությանը։ Այսինքն, եթե դու ուզում ես, որ antagonist մկանի աշխատանքը նվազի մաքսիմալ արագ կծկումների ժամանակ, քեզ պետք է պրակտիկա անել հենց մաքսիմալ արագ կծկումներ։ Ու կրկին նույն լոգիկայով գանտելներ կամ ինչ-որ ուրիշ դիմադրություն ստեղ օգտագործելը մենակ քեզ խանգարելու է։ Ու 5-րդը, որը միակ ադապտացիան է, որը հնարավոր է զարգացնել ոչ մաքսիմալ արագ կծկումներով, դա motor unit recruitment-ի բարելավումն է։ Ինչը նշանակում է, որ ժամանակի ընթացքում մենք սովորում ենք ավելի մեծ թվով մկանաթելեր ակտիվացնել թիրախային աշխատող մկանում։ Այս հնարավորությունը տալիս ակտիվացնել ավելի խոշոր մկանաթելեր, որոնք որ ավելի արագ են կարողանում կծկվել։ Այս ադապտացիայի զարգացման համար միակ նախապայմանը այդ հնարավորինս բարձր քանակի մկանաթելեր ակտիվացնելն է աշխատող մկանում, անկախ կծկման արագությունից։ Իսկ դրա համար մենակ պետք են մաքսիմալ ջանքով կծկումներ, որտեղ ինչքան շատ ջանք ենք մենք ներդնում ինչ-որ շարժում կատարելու մեջ, այդքան ավելի մեծ թվով մկանաթելեր են ակտիվանում։ Այսինքն սրանք կարող լինեն համ plyometric-ներ, համ ավելի ծանր ուժային շարժումներ։ Մյուս անգամ կխոսանք նրա մասին, թե ոնց մարզվել, որպեսզի կոնկրետ ատլետիկ շարժումները մաքսիմալ արագ կատարել, օրինակ սպրինտեր կամ մաքսիմալ բարձր ցատկեր։